Ողջույն։ 2018 թվականին իշխանափոխության գործընթացի հիմնական մեխերից մեկն այն էր, որ պետք է վատ բարքերին վերջ տրվի, հանրության մեջ խիստ բացասական ընկալում ունեցող կերպարները հեռացվեն կառավարությունից, որոշումների վրա ազդեցություններից, նման պահանջել կար, խոստում էլ կար։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը իր հակապետական քաղաքականությունը, հակաժողովրդական քաղաքականությունը հենց նրանց օգնությամբ է անում։ Պայքարում էր օլիգարխիայի դեմ, օրինակ, բայց վերջին 30 տարվա մեջ հենց բառի իրական իմաստով օլիգարխ մեր հանրապետությունում կա հենց իր օրոք։ Նիկոլի խմբակցության падգամավոր ունենք, որը տիրապետում է ֆինանսական ու քաղաքական խոշոր ռեսուրսի, պետության մեջ որոշումների կայացման մեջ ազդեցություն է ունենում։ Այդ падգամավորի աշխատողներից մեկը Ազգային ժողովի նախագահ է, մեկը Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր 50-50 փայ մտնելու դեմ, ամենաշատը սրանից են խոսել։ Հեղափոխության ամենամեծ ակնկալիքներից մեկը հենց այս թեմայով էր։ Վիվասելից տոկոսների վերցնումը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից Լիդիան Արմենիա ընկերությունից տոկոսների վերցնումը, ինչ է, եթե ոչ փայ մտնել, իսկ հեցի պարագայում ավելի խորացան 50-50-ի փոխարեն դարձնելով 100-ից 100։ Նիկոլ Փաշինյանը իբր պայքարում էր քրեական բարքերի դեմ, բայց այսօր քրեական բարքերն են գերիշխում եւ որոնց օգնությանը հաճախ է դիմում նույն ՔՊ-ն տարբեր հարցեր լուծելիս։ Մականունավոր պաշտոնյաներից էին խոսում, հիմա իրենց պաշտոնյաների մականուններն ավելի շատ են ու հաճախ ավելի ամոթալի, քան առաջ էր։ Անուններ չտանք։ Այսինքն, ինչի դեմ պայքարում էր, հիմա դրանց է ապավինում, ում դեմ պայքարում էր, հիմա իր շրջապատն են։ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ծրագրերն իրականացնում է այնպիսի կերպարների օգնությամբ, որոնց պատճառով մեր երկրում տեղի ունեցել հեղափոխություն, ու իր ձախողման մասին է հենց վկայում դա, որ ինքը նման կերպարների կարիք ունի իր իշխանությունը պահելու համար։ Օրինակներ ինչքան ուզեք կարող եմ թվել, բայց բավարարվեմ օրինակ Կճոյանով, եթե նախկինում ուզում էին եկեղեցուն քննադատել, այդ մարդուն էին օրինակ բերում։ Նիկոլը մինչև 3 ազգային ժողովի ամբիոնից հիշում էր այդ հոգևորականի Բենթլին, բայց այսօր նրա օգնությամբ ուզում է մաքրել իր հաշիվները եկեղեցու հետ։ Նախորդ թողարկմանն եմ ասել, Նիկոլ Փաշինյանը եկեղեցու նկատմամբ հարձակում է գործում միայն ել ավելի պառակտելու համար, մարդկանց եկեղեցու դեմ տրամադրելու համար։ Սա այն վտանգավոր ողբերգական քաղաքականության մասն է, որի համար կարծում եմ նա եկել է իշխանության։ Այնքանով կարող ենք հանգիստ լինել, որ հանրային աջակցություն չկա, բայց այնքանով ենք անհանգիստ, որ եկեղեցին պառակտում է հենց ներսից։ Գլխավորապես կարծում եմ շանտաժներով, սպառնալիքներով, խոստումներով զբաղվում է հոգևորականների գողությամբ։ Հաճախ ենք ասում, չէ՞ որ այսքան ժամանակ չգիտեինք, թե ինչքան կամազուրկ թույլ գեներալներ ունենք, ինչքան մարդատյաց ոստիկաններ ունենք, ինչքան ապօրինի որոշում կայացնող դատավորներ ունենք, նույնը հոգևորականների պարագայում է։ 60 բարձրաստիճան հոգևորականներից 10-ին հասել է Նիկոլի ավերիչ ձեռքը։ Այն հոգևորականները, որոնք Փաշինյանի հետ հանդիպման են գնացել, հակասահմանադրական գործընթացի մեջ են։ Եթե անգամ շանտաժով են Նիկոլի հետ հանդիպել, մեկ է, դատապարտելի է այդ մասնակցությունը, որովհետև երբ արդարացնում ես հոգևորականի քայլը ասելով դե շանտաժով է արել, վախեցել է, եթե պարզվի, որ շանտաժով է Նիկոլը Ադրբեջանի պահանջները կատարում, վաղն էլ պետք է նաև դա արդարացնես։ Իսկ դավաճանությունը չունի արդարացում, անկախ նրանից շանտաժով է արվել, թե ոչ։ 2020 թվականից եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլին հանդիպած հոգևորականներն էլ հակառակը չեն ասել ամեն դեպքում, բայց ինչ եք քննարկում նրա հետ։ Հատկապես զազրելի էր այնտեղ տեսնել Արցախի թեմի առաջնորդին։ Ինչու է զազրելի, որովհետև եկեղեցու դեմ արշավը սկսել է հենց կաթողիկոսի Արցախի վերաբերյալ ելույթներից, դիրքորոշումից հետո։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, օգնել է սովի մատնել արցախցիներին, բռնագաղթեցնել, իսկ հիմա Հայաստանում ապրում են այդ մարդիկ խիստ ծանր պայմաններում։ Եթե Արցախի թեմի առաջնորդը պետք է մասնակցեր Նիկոլի հետ հանդիպմանը, ապա միայն մի բանի համար պահանջելու արցախցիների վերադարձ, գերիների վերադարձ, այստեղ մնացողների համար բնակարաններ, ապրելու պայմաններ, ինչպես նաև պահանջեր
իր պայքարող հոգևոր եղբայրների ազատ արձակում։ Մնացած ոչ մի հարցով նրա հանդիպումը Նիկոլի հետ ընդունելի չէ։ Ասում է, ես Նիկոլին հանդիպել եմ որպես մայրաթոռի եպիսկոպոսած անձնախմբի անդամ, դա առնչություն չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի հետ, լոլոներ, վաղն էլ կարող ես ասել, ես Նիկոլի հետ գնացել եմ խաշ ուտելու, որպես խաշի սեզոնի բացում ու կապ չունի Արցախի հետ։ Դու պարտավոր ես ամեն հանդիպում առիթ սարքել Արցախից խոսելու։ Եթե անգամ դեմ են կաթողիկոսին այդ սրբազանները, կարող են եպիսկոպոսած ժողով գումարել, կառավարության սենյակը դրա տեղը չէ։ Հետո ինչ որ Նիկոլը Սաղմոսներ է կարդում։ 23 հոգու սպանության համար դատվածնել էր դատարանում Սաղմոս կարդում։ Հետո ինչ։ Կիրակի Փաշինյանը պատարագ էր հրավիրել Սուրբ Սարգիս եկեղեցում։ 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքում մասնակցում էր մի քանի 100 մարդ, որոնք հիմնականում Նիկոլի պատարագների շրջիկ խումբներ, նախարարներ, падգամավորներ, աջակիցներ, որ այս վերջերս են հավատացյալ դարձել, օհանավանքի, արշավանքի օրերից։ Նիկոլի ռեսուրսը այդ մի քանի 100 մարդն է։ Եթե ունենար փողոց, այդպես կլուծեր իր հարցերը։ Չուներ, դիմեց ներսից պառակտմանը։ Ինչի համար է Նիկոլ Փաշինյանն անում այս ամենը։ Կրկնում եմ, ինչպես նախորդ անգամ, ամեն բան, որ անում է, նայեք, թե ում է ձեռնտու։ Սա չի կարող ձեռնտու լինել հայ ժողովրդին։ Եկեղեցականների անձնական կյանք մտնելը, կուսակրոնության ենթադրյալ խախտումների վերաբերյալ այս խոսակցությունները, եկեղեցու պառակտումը չի կարող բխել մեր երկրի շահերից, ոչ էլ դրանով մեր խնդիրներն են լուծվելու։ Ընդհակառակը դա փորձանք է մեր երկրի համար։ Իսկ ով է Նիկոլի ու ՔՊ-ի վրա պահանջ դրել եկեղեցին քանդելու։ Մենք հստակ գիտենք, չէ՞ որ սահմանադրության փոփոխման հարցը դրել է ադրբեջանական կողմը։ Սրանք էլ չեն թաքցնում։ Բայց նաև կաթողիկոսի դեմ արշավանքնել է, չէ, ադրբեջանական կողմի պահանջից։ Դրանից հետո եղավ։ Իսկ Հայաստանի իշխանությունը ինչու է կատարում Ադրբեջանի պահանջները, որովհետև շանտաժի տակ է, որովհետև գործակալ է, որովհետև կախում ունի, որովհետև ինքն էլ նրանց օգնության կարիք ունի վաղը վերընտրվելու համար։ Վարկածները շատ են, բայց ոչ մեկ էլ մեր երկրի շահերից չի բխում։ Այս գործընթացը ինքը եւ ընդհանրապես Նիկոլի կառավարումը եւ ոչ մի կետում հայ ժողովրդի մեր պետության շահերից չի բխել։ Կարճ ասած, այս օրերին, երբ մենք զբաղված էինք եկեղեցու դեմ այս գործընթացներով ու դրանց հետևելով 3 իրադարձություն տեղի ունեցավ։ Ադրբեջանում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները։ Հայ-թուրքական սահմանին հանդիպել են բանագնացները։ Այսօր դեկտեմբերի 1-ին էլ հայտարարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։ 3 գործընթացներից էլ շահում է միայն մեր թշնամի կողմը։ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանն էր պահանջում Ղարաբաղյան հարցը վերջնականապես թաղելու համար, հայ-ադրբեջանական սահմանազատումից մինչ այսօր տուժել է միայն Հայաստանը, Ադրբեջանը տարածքներ ձեռք բերել, իսկ մենք կորցրել ենք այդ տարածքները, իսկ հայ-թուրքական գործընթացներում մեզ համար խնդիրները շատ ավելի շատ են, եւ ուրեմն դարձյալ նույն հարցը, հանուն ինչի է Նիկոլի ու ՔՊ-ի այս թրքասիրությունը։